Բարգավաճ Հայաստան կուսակցությունը մարտի 5-ին արտահերթ համագումար կանցկացնի։ Ազգային ժողովի Բարգավաճ Հայաստան խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը որևէ մանրամասն չհաղորդեց, հայտնի է միայն մեկ բան՝ Գագիկ Ծառուկյանը համագումարին մասնակցելու է։ Ժամը 15:00-ին ԲՀԿ կենտրոնական գրասենյակում տեղի կունենա կուսակցության 8-րդ արտահերթ համագումարը։ Օրակարգի վերաբերյալ այս պահին ոչինչ ասել չեմ կարող։ Նաիրա Զոհրաբյանը նաև հաստատեց, որ օրերս Բարգավաճ Հայաստանի որոշ անդամներ հանդիպել են վարչապետ Հովիկ Աբրահամյանին։ Նրա խոսքով հանդիպման ընթացքում քաղաքական որևէ հարց չի քննարկվել։ Թե ովքեր են մասնակցել հանդիպմանը, հրաժարվեց ասել։ Քննարկվել են այդ փոքր միջին ձեռնարկատիրության օրենքին առնչվող հարցեր, այլ հարցերի չեն պատասխանում։ Բարգավաճ Հայաստան խմբակցության անդամները արդեն երրորդ օրն է բոյկոտում են խորհրդարանի նիստերը։ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի կարծիքով սա քաղաքական նոր իրավիճակով է պայմանավորված, եւ բարգավաճականները պետք է քննարկեն ու որոշումներ կայացնեն։ Վարչապետի հետ Բարգավաճ Հայաստանի անդամների հանդիպումից Գալուստ Սահակյանը տեղյակ չէր, փոխարենը ասաց, որ հանրապետականում կարծիքների փոփոխություն չի եղել։ Ազատության այն հարցին, թե արդյոք շարունակում են պնդել, որ Գագիկ Ծառուկյանը պետք է հեռանա քաղաքականությունից, նա արձագանքեց. Այն ինչը նախագահան ներկայացրել է հասարակությունում, այդ շրջանակներում նաև հանրապետականի դիրքորոշումը չի փոփոխվում։ Ազատության հարցին, թե իր վերլուծությամբ հնարավոր է, որ համագումարի ընթացքում Ծառուկյանը հայտարարի քաղաքականությունից հեռանալու մասին, Ազգային ժողովի նախագահը ասաց, որ ուրիշի փոխարեն չի կարող մտածել։ Ես կարծում եմ, որ ինքը Բարգավաճ Հայաստանը պիտի նոր ռազմավարությամբ հանդես գա, թե այդ ռազմավարությունը ով կղեկավարի, դա ինձ համար բացահայտված չէ։ Չի մոռացվել նաև Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու հարցը։ Սահակյանը ասաց, որ գործընթացը շարունակվում է, բայց չէր ցանկանա Բարգավաճ Հայաստանի առաջնորդին մանդատից զրկել։ Եթե ցանկություններով այդպես առաջնորդվեմ, ես չեմ ցանկանում նման տիպի նախադեպեր ստեղծել, բայց եւ պիտի, որովհետեւ իրավական տեսակետից լրիվ հիմնավորումները կա, լրացուցիչ պատճառաբանությունների եմ սպասում, այդ իմաստով պարոն Ծառուկյանին նամակ եմ ուղարկել, որպեսզի հիմնավոր պատասխանի բացակայությունները։ Ազգային ժողովի նախագահը ասաց, որ ժամանակ ունի եւ դեռ կսպասի Ծառուկյանի պատասխանին։ Ինչ վերաբերում է Բարգավաճ Հայաստանի ապագային, ապա Սահակյանի կարծիքով ԲՀԿ-ն պետք է շարունակի մնալ ընդդիմադիր դաշտում։ Մեզ ընդդիմադիր են, խորհրդարանում ընդդիմադիրներ ունենք։ Ընդդիմադիր է նաև հասարակության որոշակի զանգված, այնպես չէ, որ մեր հասարակության մտածողությունը միաբևեռ է։